Առաջին ես ուզում եմ այսպես շատ արագ սկսել։ Առաջինի ուղիղ եթերում շարունակում է Առավոտ լուսոն։ Դու ինչ բան ունեիր ասելու, ասա։ Ես ուզում եմ ասեի Դավիթ, հետո նոր ասեիր առաջինի ուղիղ եթերում շարունակում։ Ես գիտես քեզանից առաջ ընկա, բայց ինչու առաջ ընկա, որովհետև շտապում եմ, իսկ ինչու եմ շտապում։ Ինչու ես շտապում։ Արդեն ամեն ինչ ավարտվել է, շտապելու կարիք չկա։ Իսկ ինչն է ավարտվել։ Գուցե դու հիմա բացահայտես գաղտնիքը մեր հեռուստադիտողներին։ Ավարտվել է ամիսներ շարունակ այն ստեղծագործական բուրըն միջավայրը, որտեղ որ ձևավորվում էին նոր աստղային զույգեր։ Ձևավորվեցին, պատկերացրու, բավականին հետաքրքիր։ Եվ ավարտվեց նախագիծը։ Ավարտվեց երկու աստղ նախագիծը, սիրելի հեռուստադիտողներ, վստահ եմ, որ շատերդ հնարավորություն ունեցել եք նախորդ շաբաթ օրը առաջինի ուղիղ եթերում հետևել նախագծի ընթացքին, վստահաբար իհարկե ամիսներ շարունակ եք հետևել։ Մեր նման, չէ՞։ Ունեցել եք ձեր ֆավորիտներին, հիմա երևի չխոսենք ֆավորիտների մասին։ Արի մեր մասին այլևս չխոսենք, եւ հնարավորություն տանք, որպեսզի մեր հեռուստադիտողները տեսնեն այդ նախագծի հաղթողներին։ Մեր տաղավարում են Բրյունետը եւ Ժանը, երկու աստղ նախագծի հաղթողները, բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ երկուշաբթին սկսում եք մեզ հետ մեր տաղավարում եւ բավականին հետաքրքիր արդյունքով։ Ինչպես է տրամադրությունը։ Նախ շնորհավորում ենք, ամենակարևորը։ Ուզում էի ասել, ես բաց թողեցի, հա։ Շնորհավորում ենք։ Եվ ինչպես է տրամադրությունը այդ հաղթանակից հետո։ Տրամադրությունը ինձ մոտ հաղթական է, շատ։ Իսկ այդպիսին էր ամբողջ ընթացքում։ Չէ, ինձ թվում է չէ։ Մենք շատ ուրիշ մտքով էինք մասնակցում, իրոք վայելելու համար։ Ինչպես ես ուզում եմ այսպես մի փոքր հետ գնանք եւ սկսենք այնտեղից, թե ինչպես ստացաք նախագծին մասնակցելու առաջարկը եւ նաեւ ուզում եմ կենտրոնանալ քեզ վրա մի փոքր Բրյունետ, որովհետեւ դու արդեն վաղուց կայացած արտիստ ես, ունես քո ոճը, ուրույն, ինչպես ընդունեցիր այդ առաջարկը, ինչպես որոշեցիք ձևավորել այս դուետը եւ ինչպես էր ընթանում նախագիծը հաշվի առնելով, որ յուրաքանչյուր շաբաթ պետք է ինչ-որ նոր ոճով հանդես գայիք։ Գիտեք, իրականում շատ ուրախ էի մասնակցել այս նախագծին։ Այս երկու աստղ նախագծի փուլը իմ կյանքում շատ ուրիշ տրամադրությամբ անցել ու ես շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց մասնակցելու այսպիսի ֆորմատով հաղորդմանը, որովհետև ինչպես նշեցիք, ուրույն ոճից դուրս գալը շատ լավ էր իմ պարագայում, կարծում եմ եւ հանդիսատեսի համար եւ ինձ համար շատ հետաքրքիր փուլ էր իմ կյանքում ու ուրախ եմ, որ կարողացա ձևավորել այդ ճանապարհը։ Եվ կարծես սահմաններից դուրս գալու հնարավորություն զվարճանալ ինչ որտեղ առանց որևէ պարտավորությունների արտիստական։ Ժան, քո մասին խոսենք, այս դեպքում քեզ ավելի շատ երևի թե պետք է շնորհավորենք, որովհետև ձեր զույգի ոչ երգիչը դու էիր եւ քո համար այս հաղթանակը ավելի էսպես անսպասելի եւ հետաքրքիր շքեղ նորություն է։ Ինչ ես զգում եւ մասնավորապես հիշում ենք, որ երբ հայտնեցին, որ հաղթող զույգը դուք եք, բարբերաբար կրկնում էիր, չեմ հավատում։ Իրոք չէի հավատում, շոկ էր մոտս։ Ես սենց իրոք շոկ էր, այդ ամեն ինչը ինչ որ արել եմ, հետո եմ հիշում ինչ եմ արել, որտեվ այդ պահին սենց ամեն ինչ վերացավ։ Սենց իրոք շոկ էր մոտս։ Մենք ձեր հարցին գամ։ Մենք երբ որ իմացանք նախագծի մասնակցելու առաջարկը ստացանք, դեռ չգիտենք, որ պիտի ինչ-որ թեմաներ լինի, չէ՞։ Ուղղակի գիտենք երկու աստղն է, նայում ենք այն հին երկու աստղը ու արդեն մտածում ենք ինչեր պիտի անենք, այս երգենք, այն երգենք, ինչ լավ կլինի։ Իդեպ ընտրությունը երգերի ինչպես է կատարվել։ Միասին ենք ընտրել, ընդհանուր թվով հավաքվել ենք, այս երգն ենք փորձել, մյուս երգն ենք փորձել, մեկը ստացվել է, որ շատ արագ միանգամից թեման իմանալուց հետո շատ արագ եկել է միտքը, եղել են երգեր, որ օրերով չենք կարողացել ընտրել։ Շատ դժվար ընտրություններ են եղել։ Օրինակ ո՞րն է եղել այդ դժվար ընտրություններից։ Հայկական էստրադան ենք շատ դժվար ընտրել։ Երգեցինք Հայկոյի երգը։ Էլ որը։ Հայկոյի երգը սաունդթրեքն էր։ Հայկական էստրադան տունիմ հայրենին։ Շատ դժվար ենք ընտրել, բայց երկուսս էլ շատ սիրում էինք տունիմ հայրենի երգը ու սենց միամիտ հանդիպեցինք այդ երգին, նայեցինք իրար ու հասկացանք, որ այդ երգը կարելի է փորձել կատարել։
Հետաքրքիր է ինչպես էին անցնում առհասարակ նախապատրաստական աշխատանքները, որովհետև իհարկե գաղտնիք չէ, որ ձևաչափն այնպեսին է, որ դուետում մեկը լինում է պրոֆեսիոնալ երգիչ, այսպես մասնագիտությամբ, մյուսը պետք է մասնագիտությամբ երգիչ չլինի, ու թեև դու Ժան իհարկե փորձ ունեցել ես երգելու, բայց մասնագիտությամբ այդուհանդերձ երգիչ չես, կարող ես։ Ինչպես էր այս փորձառությունը քեզ համար, երբ ամեն շաբաթ պետք է պատրաստվել, աշխատել, որևէ նոր երաժշտական համար պատրաստել։ Հա, իդեպ գամ այդ հարցին, որը շատ է հիմա քննարկվում մեկնաբանություններում, արդար չի Ժանը երգիչ է, Ժանը երգիչ չի, ես 19-20 տարվա պարային փորձ ունեմ աշակերտներ, պարուսույց եմ, հա եղել է ընդերնվել է ինձ հնարավորություն երգելու, բայց էլի ոչ այն մակարդակի, ոնց որ երկու աստղում էր։ Այնքան բազմազանությամբ երգերի, որ այս նախագծում տորեց այդ հնարավորությունը։ Փորձերը սահուն էին անցնում, բայց էլի բարդությունը մնում էր բարդություն, շատ բարդ։ Իսկ հիմա ինչ ես մտածում այսքան արդեն տեսնելով ժյուրիի արձագանքը, հանդիսատեսի արձագանքը, գուցե այսպես արդեն պետք է լրջորեն մտածել երկարվեստի մասին։ Գուցե մտածում ենք արդեն։ Գուցե մտածում ենք արդեն, հա։ Իրականում այս մեկնաբանությունների հետ կապված կարելի է միայն մի բան ասել, որ վաղուց արդեն արտիստները, թե դերասանները, թե երգիչները, թե շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է կարողանան եւ ապրել շատ լավ, եւ երգել, եւ ներկայանալ դերասանական տաղանդներով եւ եթե որևէ տեղ դրսևորվել է այդ տաղանդը կամ ինչ որ էտապ նվիրվել է որևէ բանի դրսևորման, դա դեռ չի նշանակում, որ կայացած երգիչը կամ կարելի է համարել երգիչ, այս դեպքում Ժանը ինչքան էլ որ ունեցել է այդ փորձը եւ նույնը կարող է եւ այս նախագծում չերգողը հենց Ժանն էր։ Իդեպ երկու աստղում ես հասկացա, թե ինչքան եմ սիրում ես երգել փաստորեն ու դրա համար մի քիչ փակագծիկ բացեմ։ Մենք հիմա աշխատում ենք արդեն իմ սոլո կարիերայի վրա։ Երգը գրվում է, լավ, շատ բան չասեմ։ Բայց արդեն ինչ որ առումով նորություն է փաստորեն մեր եթերից պրեմիերա այսպես փոքրիկ։ Լավ, մենք հնարավորություն կունենանք վստահաբար քեզ հյուրընկալել, նաև քո առաջին երգով վստահ եմ տեսահոլովակ այդ ամենի մասին խոսելու համար, բայց սահուն անցնենք, այսպես անցնենք նաև բրունետին։ Դու ինչ նորություններ ունես, ինչ նորություններ են սպասվում։ Ես Փորձում եմ մի պահ երկու աստղից շեղվել, հետո վերջում նորից կվերադառնանք, բայց արդյոք չեմ կարող իրականում դժվար է շատ երկու աստղ նախագծի հետ համատեղել նաև այն ինչ որ ունես դու քո կյանքում ու այն ինչ որ պետք է անես, բայց հասցրել ենք արդեն մեկ երգ իր տեսահոլովակով պատրաստել այս ընթացքում ու հուլիսին կլինի պրեմիերա։ Քո Instagram-յան էջում ինչ-որ փոքրիկ հատված կա, ես կարծում եմ այդ երգի մասին է խոսքը։ Երգը կոչվում է Ամպից մաքուր։ Կասենք ամսաթիվը, սպասեք։ Ահա, իսկ հնարավոր է որ արդեն այսպես երգի եւ տեսահոլովակի տարբերակով արդեն դուետ տեսնենք։ Ինչ որ նոր մի հատ երգի։ Ես կարծում եմ բոլորը դրան են սպասելու, որովհետեւ շաբաթներ շարունակ երբ միասին երգում եք բեմում, գուցե արդեն այսպես Կարծում եմ հնարավոր է։ Ես փորձում եմ բոլոր փակագծերը բացել։ Պարային մասին անդրադառնանք, որովհետև Ժանը պարուսույց է, պրոֆեսիոնալ պարող է, մենք գիտենք, որ բրյունետի հետ շատ համագործակցություններ ունեք եւ նաեւ սոցիալական ցանցերում եք բավականին ակտիվ ձեր պարային ռիլերով։ Հետաքրքիր է նախագծում բեմադրությունները դու եք իրանում, թե արդեն այստեղ ամեն ինչը հանձնված էր նախագծի ղեկավարության եւ Հովհաննես Սարգսյանն էր բեմադրում բոլորի բեմադրությունները պարային, հա ես չեմ խառնվել, որպես աշակերտ, խելոք, անում էինք, չէ, շատ ուժեղ է Հովհաննես Սարգսյանը իր գործում։ Քանի խոսեցինք, կարելի է իրանց մեջ շնորհակալություն հայտնել ընդհանուր ամբողջ թիմին, որտեղ այնքան պրոֆեսիոնալ աշխատանքեր արվում, որ սենց նայում ենք, ասում ենք, Աստված ինչքան լավ է անցնում այս ամեն ինչը, ինչքան սիրուն է անցնում։ Հովհաննեսը եւ Նաիրեն շատ մեծ աշխատանք են կատարել ու այս ընթացքում հասցրել ենք ընկերանալ բոլորի հետ ու շատ սիրել։ Այո, սա իսկապես հրաշալի հնարավորություն է նաև մեզ համար իհարկե շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել Հարեն հեռուստաընկերության ամբողջ այո ստեղծագործական թիմին, իհարկե մեր գործընկերոջ նախագծի պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանի գլխավորությամբ, բայց իհարկե նաև բոլոր այն մարդկանց, որոնք ամիսներ շարունակ քրտնաջան աշխատել են այս նախագծում, այսպես կարող ենք բոլորին հերթով թվել, եւ Լիդիան, եւ Նաիրեն, եւ Հովհաննեսը, Լիլիթը, բոլոր մարդիկ, որոնք ամիսներ շարունակ աշխատել են։ Հիմա հետաքրքիր է նաև խոսենք այն մասին, թե ինչպիսին է եղել ձեր փորձառությունը մյուս մասնակիցների հետ, արդյոք կար այդ այսպես ինչպես հաճախ այո տեսնում ենք կադրից մրցակցային մթնոլորտ արդյոք շատ էր թե ավելի այսպես ընկերական էր եւ այդքան էլ չեք մտածում արդյոք։ Հավատացեք
բացառապես չի եղել մրցակցական որևէ ինչ-որ խոսակցություն կամ հայացքներ։ Նույնիսկ ինչ-որ էներգիա չի եղել մրցակցության։ Ես ավելին ասեմ, մենք գիտեք ինչքան ենք հավաքվել գնացել խմելու իրար հետ։ Մենք պարբերաբար տեսնում էինք ձեր Instagram-յան էջերում մասնակիցների ընդհանուր, որ դուք ունենում եք հավաքներ, միասին ելույթներ եք դիտում, ծնունդներ եք նշում եւ երևում էր, որ սա այն նախագիծը չէ, որտեղ որ մրցում եք, այլ մի հրաշալի առիթ է, որտեղ որ ստեղծագործող մարդիկ միասին հավաքվել են եւ վայելում են այդ ամբողջ ընթացքը։ Կարելի ասել 2 ամսով ճամբար էր, իրոք ընկերացանք ու կարոտելու ենք շատ, արդեն կարոտում ենք։ Դե եկեք խոսենք այդ դեպքում ձեր ֆավորիտ զույգերի մասին, եթե դուք չէիք հաղթում, ում կուզեիք տեսնել հաղթողի դերում։ Ես սկսեմ։ Սկսի։ Ես շատ Արսեններին եմ հավանել, Ռոբանի, իհարկե բոլորը շատ տաղանդավոր են եղել, բայց եթե պիտի նշենք անուններ, նշեցի, հա, Արսեններ, Անի Ռոբ, Մաշա Օրմուշ։ Բոլորը այնքան լավն էին, ուղղակի չեք պատկերացնի, ու մենք որ էկրաններից չենք դիտել, ներսում ենք եղել, այդ ուրիշ էներգիա է եղել ու ուրիշ վիճակ է եղել այդ ամեն ինչը։ Դրա համար ինձ համար օրինակ շատ դժվար կլինի հիմա ինչ որ առանձնացնել, նույնիսկ այն զույգերը, ովքեր դուրս մնացին, ես բոլորի հետ հավասար իրանց համար հուզվել ես, այո։ Իսկ փորձերի ընթացքում դուք արդեն տեղյակ եք լինում, թե որ զույգը ինչ է նախապատրաստելու։ Եթե փորձերին չլինեինք, օրինակ մեր փորձի ժամը 3-ին է, իրանցը 2-ին, եթե այտենց չլիներ ժամային, որ տեսնեինք իրանց փորձը, չենք էլ իմանա ինչ են երկում։ Դուք խոսեցիք այն երգերի մասին, որոնք ամենաբարդն են եղել ընտրելու առումով, հետաքրքիր է, որն է ամենասիրելի ելույթը եղել նախագծի ընթացքում։ Ֆոկոլոկո։ Ամենաստացվածը դա եք համարում։ Շատ լավն էր։ Շատ լավն էր։ Շատ ուրախ էր։ Ուրախների միջից Ֆոկոլոկո։ Ուրախների միջից Ֆոկոլոկո։ Իսկ ոչ ուրախների միջից։ Ես կփաստեմ, որ այո, իսկ եզրափակչի արդեն ելույթը կարծում նաև ամենատպավորիչ ելույթը հենց եզրափակչին էր, բեմադրությունը, թե երկի գեղեցիկ ինչպես ընտրվեց այս երգը եւ ինչպես է այդ կարճ ժամանակահատվածում հասնել առհասարակ նմանատիպ բեմադրություն մտածել։ Բեմադրությունը իրականում շատ բարդ փուլ էր, բարդ աստիճանաբար ենք հասել այդ սիրունությանը, որը տեսակ դուք էկրաններին։ Երգը կարելի ասել դժվար ենք ընտրել, բայց եւ նաեւ հեշտ ենք ընտրել, որովհետեւ մեր ամենասիրելի երգերից մեկն էր, բայց ուզում էինք, քանի որ եզրափակիչ փուլն էր, ուզում էինք շատ խորանալ ու ճիշտ երգ ընտրել։ Ամենաերկարը տևել է ընտրության հարցում այս եզրափակչի երգը։ Նամանավանդ, որ չկար թեմա, ազատ էինք, ինչ ուզենք, կարող էինք ընտրել։ Իսկ բեմադրությունը, դժվարությունները Ժանի համար էր իրականում։ Ինչպես է այդ հնարքը աշխատել, կարծում եմ հիմա պիտի բացահայտես, բոլորը իմանան, թե ինչպես ստացվեց։ Ինչ-որ մեխանիզմա չեմ բացահայտի, չէ։ Ինչ-որ մեխանիզմա ոտքին, որ քեզ բայց թելեր չկային, ինչպես եւ չէին երևում այդ թելերը, դրանք չկային։ Թելերով չի, ինքը ուղղակի ծնկից ներքև ինչ-որ բան է հավաքված, որ դու քեզ այդ հնարավորությունը տալիս է։ Մկանների հաշվին պիտի պահեի ու կարողանաք եթե չլիներ այսքան պրոֆեսիոնալ ինչպես դու ես, հնարավոր չէր լինի որ մի մեխանիզմով այդ դա անել եւ երկել միևնույն ժամանակ պահել։ Ես հիշում եմ Նայրեն, որ այդ միտքը եկավ բեմադրական, որ կանչեց հանդիպման, որ պիտի պատմեր բեմադրությունը, չեք պատկերացնի ոնց էր դառնում։ Վերջապես գտանք լուծումը, ասես թռնում էր ոտերով։ Եկեք պատմեմ, սենց ոգևորված, իրոք Նայրե։ Այո, շնորհակալություն Նայրեին, շնորհակալություն նաև ձեզ։ Եվ ձեզ, Դավիթ, շնորհակալություն։ Եվ վերջին հարցը, դուետ սպասենք ձեր զույգից։ Ես այդ հարցը տվեցի, դու չլսեցիր։ Ես շատ կամակոր կերպով փորձեցի այդ հարցը։ Մենք այստեղ նստած որոշեցինք, որ կարելի է, չէ՞։ Այնպես որ պիտի սպասենք։ Այդ դեպքում եկեք ժամկետ որոշենք այս տարի, մյուս տարի։ Ամսով չասենք, այս տարի թե մյուս տարի։ Այս տարի, մյուս տարի։ Այս տարի կամ մյուս տարի։ Այս տարի կամ մյուս տարի։ Ամեն մեր ելույթից հետո, թե հարազատները, թե մեկնաբանություններում, հենց այս երգը ձայնագրեք։ Այս երգը ձայնագրեք ստուդիայի վերսիայով։ Մենք իհարկե հեղինակային արդեն երգ կսպասենք ձեզնից։ Շնորհակալ ենք եւ եւս մեկ անգամ շնորհավորում ենք։
նորանոր հաջողություններ մաղթելով շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ, ձեզնից կսպասենք իհարկե նորությունների, Բրունետ քեզանից սպասում ենք նոր երգ, հուլիսին ասացիր, այսինքն շատ շուտով, Ժան քեզանից սպասում ենք նոր արդեն սոլո կարիերա եւ նոր երգ ու տեսահոլովակ, հուսանք նաեւ այդ առիթով ձեզ կհյուրընկալենք այս տաղավարում։ Շնորհակալ ենք, շնորհավորում ենք եւս մեկ անգամ։ Լսենք երաժշտություն։ Թե լսենք հենց հաղթող ելույթը, ինչ ես կարծում։ Ես կարծում երկրորդ տարբերակն ավելի լավն է։ Դե դիտենք ու վերհիշենք։